մենք ժամանակի ընթացքում, այս 3-4 ամսվա ընթացքում կներկայացնենք մեր հասարակությանը, բոլոր շերտերին, թե ովքեր են ազատվելու արկերից։ Բոլորը պետք է իմանան ու օգտագործեն այդ հնարավորությունը, որպեսզի զբաղվեն ձեռներեցությամբ։ Մենք պետք է լինենք ձեռներեցների երկիր եւ ստեղծարար երկիր։ Երրորդ քայլը ձեզ համար կարող է մինչև այս մակրոտնտեսական տարբեր լուծումների առաջարկում, այս մեկը բավականին մարդակենտրոն է։ Մենք գրել ենք 20% էժան դեղորայք, բայց դա գրել ենք նրա համար, որ գերակատարենք այդ ծրագիրը։ Ինչու՞։ Ուսումնասիրել են, գիտեք, Վրաստանի Հանրապետության փորձը։ Վրաստանում դեղերը, այն դեղերը, որը 5000 գրամից բարձր են, անգամներով կարելի ասել ավելի էժան են, քան Հայաստանում։ Էժան են Հայաստանից։ Ուսումնասիրել են փորձը, թե ինչու է Վրաստանում դեղագործական արտադրությունը էժան։ Չէ՞ որ հեռավորությունը մի քանի կիլոմետր է։ Պատասխան. պետությունը վարում է մի քաղաքականություն, որը կոչվում է ERP, այսինքն պետությունը գնում է եվրոպական այն երկրները, որտեղից որ գնում է դեղ վրացական գործարարը, բիզնեսը, եւ հաշվում են, թե այդ դեղի գնման պարագայում մինչև Վրաստան հասցնես, մինչև շահութունենա, ինչ վերին գին պետք է ունենա այդ դեղը։ Եվ դնում է վերին գին դեղի վրա։ Այս քայլի արդյունքում 3 ուրիշ քայլեր են արել, բայց այս քայլի արդյունքում կարողացել են ապահովել դեղերի գնի շեշտակի անկում։ Մեր համար, մեր տարիքայինների համար, մի անգամ ասել եմ, հնարավոր է սա կարևոր չէ, բայց կենսաթոշակային տարիքի մարդկանց համար, այսօր ես էլի խոսում էի, դուք ասեցիք, որ ձեր թոշակի կեսը ինչքան է մոտ։ 40,000 թոշակի պարագայում 20,000 վճարվում է դեղերի համար։ Դեղերի գնի շեշտակի անկումը օգնելու է կենսաթոշակային տարիքի մեր տատիկ պապիկներին, որպեսզի հնարավորություն ունենան իրենք ավելի մեծ գնողունակություն ունենան։ Այստեղ առաջանում է մի հարց, մենք ունենք պարտադիր ապահովության համակարգ, որը շատ լավ է, որը ինչ որ առումով փակում է դեղերի գները, որոշ դեղերի գները, բայց քանի որ ամբողջությամբ չի փակում, մենք ունենալու ենք այս խնդիրը միշտ, եւ մենք պետք է ուղղակի շուկային լուծենք այս հարցը ERP համակարգի միջոցով, որը լուծել է Վրաստանի Հանրապետությունը։ Դեղերի գները ավելի էժան, 20%-ը էդի զապասով ենք ասել։ Չորրորդ կետը։ Գիտեք, մենք ծնվել մեծացել ենք գյուղում եւ ինչ ենք տեսել այդ ամբողջ ընթացքում։ Պետական մասնակցության համարյա 0%։ Պետությունը գյուղի հետ վարվելակերպ անկախությունից հետո շատ դժվար է ունեցել։ Մենք գիտեմ այսօր կխոսենք այդ մասին, ինձ թվում է ինձ հետ նաև կարող է հակաճառել, բայց ես վստահ եմ, որ մեր գյուղի հետ պետական քաղաքականության փոփոխություն է պետք։ Մեր գյուղը պետությանը չի զգում։ Պետությունը գյուղում ներկա չէ։ Որպես գյուղացի, ինչ անում գյուղացին։ Տարվա սկզբին նայում է, թե անցած տարի ինչքան էր բերքի գինը։ Ու հաշվում է, գնում է վարկ է վերցնում գյուղատնտեսական ու գնում է, վճարում է դիզելի համար, պարարտանյութի համար, սերմի համար, ամբողջ տարի աշխատում է, տանջվում է, գալիս է վաճառքի ժամանակը, սկսում է մանգալ թեում վաճառը։ Ես շատ եմ տեսել գյուղացիների հուսահատ դեմքեր, ովքեր բերք ունենալով չունեն գնորդ, ովքեր ամբողջ պրոցեսը անցել են և չունեն նորմալ գնորդ։ Անցած տարվա գների համեմատ շատ եմ տեսել դեպքեր, և գինը 2 անգամ կամ 50 դրամով, 60 դրամով ընկել է, և մարդը անգամ իր ներդրածը չի կարողացել հետ ստանալ։ Ինչն է պատճառը այս ամբողջ պրոցեսի։ Ինչու է մեր գյուղերում ապրելը անշահավետ։
որովհետև մեր գյուղերի վրա մենք ծախսում ենք $100 միլիոն դոլարներ, տարբեր խելացի անասնագոմեր, այլ ծրագրերի վրա։ Մենք խելացի անասնագոմ ենք կառուցում, խելացի անասնագոմ, բայց ունենք 200,000 գյուղացի, որ կաթ է արտադրում։ Ֆերմերը իրենց կաթը 110 դրամով են առնում։ Էլ ինչու ենք ավելացնում արտադրությունը, եթե եղածին ենք 110 դրամով անում։ Կարևոր բան, որ պետք է արվի, դա մթերման կայաններ է գյուղերում։ Ինչ է մթերման կայանը։ Մթերման կայանը միջնորդ է գյուղացու եւ ընկերության միջև, որը գնելու է։ Օրինակ, Արաբական Միացյալ Էմիրություններից գալիս են Հայաստան, գնալու են օրինակ Արմավիրի մարզ Այգեշատ գյուղասեն իշխանով կառնեն, թե կգնան մթերման կայան, քանի որ մթերման կայանը ամբողջ շրջանով հավաքում է բերքը եւ մթերման կայանների հետ կպայմանավորվեն։ Իսկ ինչ է տալիս մթերման կայանը գյուղացուն։ Մթերման կայանը գյուղացուն տալիս է կանխատեսելիություն։ Տարվա սկզբում մթերման կայանը կնքում է պայմանագիր այն ընկերության հետ, ում վաճառելու է բերքը։ Եվ կնքում է պայմանագիր այն գյուղացու հետ, ումից գնելու է բերքը։ Եվ գյուղացին ունենալու է գնիկ վերջնականապես կանխատեսելիություն։ Չենք տեսնի են հուսահատ դեպքերը գյուղացիների, որ բերքը տանը չգիտի ինչ անի։ Բացի դրանից, երկրորդ բանը, մթերման կայանը մեծածախ գներով այսօր պարարտանյութը գյուղերում գնում են այսպես։ Վրաստանից մեկը ներմուծում է մեծածախ։ Տալիս է այդ շրջանի ներկայացուցիչին։ Շրջանի ներկայացուցիչը տալիս է շրջանի խանութին պարարտանյութը։ Շրջանի խանութը պարտքով, գյուղական լեզվով ասած նիսյա, տալիս է գյուղացուն, թանկ գնով։ Գյուղացին մի քանի տասնյակ տոկոս ավելի թանկ է վճարում պարարտանյութի համար, քան օրինակ հարևան երկրներում, քան մեծածախ գինը։ Դա ազդելու է վերջնական գնի վրա, հայկական ապրանքի վերջնական գնի վրա։ Մթերման կայանները ինչ են անելու, գնելու են գյուղացուց բերքը, բայց սեզոնի սկզբում են տալու են պարարտանյութ, որպեսզի մարդը ստիպված չլինի վարկ վերցնի։ Վարկը քիչ է վերցնում, պարարտանյութը էժան վերցնում, դա փակում է բերքով։ Հայաստանի գյուղերի մեծ փոփոխությունը այս ճանապարհն է։ Մենք կարող ենք հարյուրավոր միլիոններ ծախսել, ոնց որ հիմա ծախսում ենք, եւ որևէ հաջողության մեր գյուղերում չհասնել։ Սիրուն ֆերմաներ կլինեն, բայց գյուղացին չի ապրի լավ։ Գյուղացին լավ ապրելու համար ինքը պետք է կարողանա պլանավորել իր կյանքը գոնե մի տարի առաջ։ Մթերման կայան։ Ինքերորդ քայլը դա շատ կարևոր է մեր քաղաքաբնակ հայրենակիցների համար եւ երիտասարդների համար եւ այլ մարդկանց համար, ովքեր դեռ չունեն իրենց տունը։ Մեր երկրում վերջի ժամանակներին լավ բաներ տեղի ունեցել շինարարական բում, որը շատ լավ լուր է։ Չնայած աղտոտվածությանը, ես որպես տնտեսագետ, ես ուրախ եմ շինարարական բումի համար։ Բայց կա խնդիր, աշխատավարձեր տանգի հարաբերակցությունը շատ մեծ է, որպեսզի աշխատող մարդը ցանկանա կարողանա տուն գնել Հայաստանում, տասնյակ տարիներ են պետք, որպեսզի նա կարողանա փակի տան հիպոթեկը։ Ուրիշ երկրներում էլ է այսպես, բայց Հայաստանում ավելի երկար է, քանի որ աշխատավարձերը համեմատական քիչ են։ Ինչ ենք մենք առաջարկում։ Մինչև հիմա մենք գիտենք, որ հիպոթեկի օրենքով տոկոսը վճարում է պետությունը եւ դա լավ ծրագիր է, բայց անցած տարի կամ նախանցած տարի պետությունը չէր հայտարարեց այդ ծրագիրը, բայց այն ժամանակ նա ծախսում էր մոտապես ամեն բնակարանի վրա, բնակարանի դերի 55%-ը որպես օգնություն հիպոթեկի տոկոսի համար։ Մենք առաջարկելու ենք ներդրումային ծրագրեր այն շինարարական ընկերություններին, ովքեր ուզում են ներդրում կատարել Հայաստանում։ Հողը տալու ենք անվճար, գազը, լույսը, ջուրը տալու ենք անվճար, դրա դիմաց երկու պայման։ Առաջինը կամ այդ շինարարները
բնակարաններով պետությանը վճարել են բնակարաններով, այսինքն կառուցում են բնակարանների այսքան տոկոսը տալիս են պետությունը, հետո էժան գներով տալիս է իր քաղաքացիներին, նոր երիտասարդ ընտանիքներին, բազմազավակ ընտանիքներին։ Երկրորդ տարբերակը իրենք են վաճառում այն գնով, որը որ ֆիքսում է պետությունը։ Դա մասսայական չի լինելու, ով ուզում է սորական շոկայական պայմաններով աշխատել, կաշխատի, կշարունակի, բայց մենք կունենանք օրինակ ի տարբերություն այսօրվա մենք կունենանք օրինակ $700 800, 300,000 դրամ, 270,000 դրամ քառակուսի մետրը բնակարան Երևանում։ Դա հնարավորություն կտա մարդկանց համեմատական իրենց տան բարձի վերցնել հիպոթեք։ Տների գինը էժան կլինի երիտասարդ ընտանիքների համար։ Մեր շատ երիտասարդներ չեն ամուսնանում, փոքր տղաները չեն ամուսնանում, որովհետև տուն չկա, տան խնդիր կա։